Անդոն եկել ենք Մոսկվա։ Ու ես вообще իմ վլոգը չի։ Հանրապես որ չեմ տեսի իրանց գա շատ վատնա չեք պատկերացնում։ Ռաֆոն վատացել է вообще։ Մենք չենք ուզում ասենք Ռաֆոն հղիա։ Ոչ ոք չեն ուզում, այս տուրին մասնակցեմ, ահա որա։ Մեծ հավեսա ու։ Ես ռեզվիմիտմի գնում եմ տատիկիս խնամելու։ Առավոտյան խառնաշփոթ էր, սկորի էինք կանչել։ Ամենաքիչ աշխատավարձը ստեղ 350,000 դրամն է։ Մեր հյուրանոցում ատամի խոզանակներ չկա։ Դոդի եկել ենք իրանց Գովա։ գովանք։ Հավեսա։ Շատ հավես տուր է։ Օպերատորը։ Սկուշ։ Oh my god. Look at her butt. Կարամ ես խոսամ, մերսի շատ։ Անդոյն Օվսիկին շատ եմ հավանել, հենց որ իրենց հետևեք, պակա։ Ռաֆոյի սունկեն նայեք։ Ինքը շատ է։ Լավ աստափում եմ ամեն անգամ։ Անվճար չի, սա աշխատանք է, որի շնորհիվ մենք հայտնվել ենք այստեղ։ Это не бесплатно։ Գերա մենահամով cheesecake-ը, որը որ փորձել է այսքան ժամանակ, լավն է։ Երկու անգամ է cheesecake փորձել, սա երկրորդ անգամ է։ Եկե քայլում դա խոսում եմ, հետո տեսում չկա դանդաղաշարժ, կրյան է, ավելի դանդաղաշարժ է դու։ Yes։ Արի դարը խոսանք։ Ես Անդոն եկել ենք Մոսկվա։ Օվսիկը չի գալի, որտեղ սոված է։ Ուրեմն մենք հասել ենք Մոսկվա, ստեղից ստենալու եք մեր 3 օրվա ճամփորդությունը, հուսամ կփոեմ կմոնտաժեմ ու դուք վերջապես կտենաք։ Ես ստիպեմ, որտեղ ես մեջ չկամ, ես ինձ սիրում եմ YouTube-ով նայել։ Դեզետ, մեր խումբն է այսօր Նինան, երեխեքից մանրամասն ցույց կտամ ու առաջի բանը, որ մենք եկել ենք, շատ սոված են, գնում ենք հաց ուտել։ Ահա որ 10 րոպե քայլելուց հետո վերջապես հասանք, եկել ենք Մգդա նույն ինքը Կուստեի տոչկա։ Ես մինչև հաց չուտեմ, ոչ մի բան չեմ։ Մեր պատվերը հասավ, այսինքն մեծ սեթ ենք պատվիրել, որտեղ շատ սոված ենք։ Նինան ասաց որ հիշեցնեմ, որ մենք պատվիրել ենք ըստ իր ճաշակի սեթ, cheeseburger, չէ։ Big Mac, նուդի։ Ախ, աչքս հանեցի։ Մեկ է նագեց։ Ախ, ինա։ Ինձ слышите голоса։ Երեխեք չգիտեմ, շատ հոգնած եմ ես։ Այսի չես կծելու։ Մի հատ բան ասեմ, նենց հոգնած եմ, որ անկապ խոսվում ու ես вообще իմ վլոգը չի, բայց ես ուզում խոսամ։ Երեխեք դուք տենց չեք, որ հոգնած եք, անկապ խոսում եք։ Really, ոստուղի դղանյա։ Ռաֆոն գժված է։ Ինձ слышно голоса, որտեղ իրեք հատ մառոժն են պատվիրել 30 րոպե չեն տալիս։ Դուրս եկանք, սուրճ ենք վերցրել, այս ընթացքում միշտ ներծում էինք անձրև եկավ, մի անգամից եղանակը փոխվեց ու այս եղանակին սուրճ խմելը ավելի կայֆ է լինելու։ Իդեպ սենց ավտո առաջի անգամ եմ կյանքումս տենում, ես ինչ ավտո է տենաս, ոնց որ Տեսլայի ռուսական տարբերակ կլինի, շատ հետաքրքիր։ Գիտեք ինչ մոդել է, հələ գրեք։ Մոտ 9 կողմերն է, իջվածներ ընթրիքը, չեք պատկերացնի։ Ուղղակի տվել են պոմիդորով, վարունգով սալատ ու գրեչկա, վրան ասենց ինչ որ քյուբթայի կտոր դրած։ Ջրի համար պետք է վճարեի։ Առաջի անգամ էի տենում, եթե անկեղծ նման ընթրիք, գնանք արդեն մի փոքր մտով տեսնենք Մոսկվան։ Դուրս ենք եկել, անձրևա, ցուրտ է, բայց էսա իր վայբը ունի, հենց որ ես չեմ նայվում, ասեմ մի քիչ Ես մետրոն է ինքան մեծ է, երևի գիտեք։ Դեռ չենք հասկացել ոնց են գնում, բայց գնում ենք տոմսեր։ Մեզ պետք է 1 տոմս, 2 հոգու համար, 1 ուղղությամբ բանդոս։ Ինչի որոշեցի վլոգ նկարել, որովհետև այստեղ կապերի հետ խնդիր կա ու մենք չենք կարողանում նորմալ օգտվել Instagram-ից։ Ես ընդհանրապես այսօր չեմ մտել Instagram։ Դրա համար որոշեցինք, որ ամեն դեպքում ճիշտ կլինի։ Բայց դատումներս, ընկերներս հիմա ինձ գրում են, հույս ունեմ էլի որ գրում են իհարկե, բայց ամեն դեպքում առավոտից ժամը 10-ից հիմա արդեն երեկոյան ժամը 10-ն է, ընդհանրապես չեմ մտել Instagram։ Մոսկվայի մետրոն հավես, տեսեք ինչպիսի խորություն։ Գոնե ես գամ ստեղ կանում մի քիչ խորությունը ավելանա, բայց չի երևում, մութ եմ։ Այդ մասնավորը տեղին համապատասխան ես։ Հասցրեցինք։ Հուսանք մյուսը շուտ կգա ու կհասցնենք այս անգամ։ Այնտեղ գրածա մի րոպեից կգա, շատ լավ է աշխատում մետրոն այստեղ։ Մյուսը ընդամենը մի քանի վայրկյան ընթացքում եկավ։ Այստեղ այնքան հավես է, որ մետրոյում կարելի է ուղղակի ազատ նկարել եւ ոչ մեկ չի ասում, որ չի կարելի։ Մենք հասկացանք, որ ուղղակի այս անձրևին sense քայլել չենք կարող։ Դաշտերիկներ ենք առել, ճիշտ է, շատ դիսկոմֆորտ է իմ համար, բայց դե
Գոնե փրկությունա, որտեվ ջրի մեջ կորում էինք։ Вообще այս եղանակին պատրաստված չենք եկել։ Վերցել ենք տենց շատ ամառային հագուստներ ու մի երկու հատ էս տարբերակ, որը նախատեսված չի անձրևի համար։ Ու փորձում ենք գնանք, հասնենք 10 փոշից, բայց չենք հասնում, պրոստը չենք հասնում, չգիտեմ խի։ Սխալ ենք քայլում։ Դեռ եթե ինչ հասել ենք, ստեղ ենք, սաղ փագա, չենք կարողանում մոտենալ, էսա կեսոտում է։ Անձրևա։ Լոգը քեսը։ Ես ու ախավ մենք դարժևի կունենք, որտեղ առանց դարժևի հիմա մենք դարել ենք չգիտեմ ինչ։ Երևի գնանք ինչ որտեղ սուրճ խմենք, որտեղ Ես առաջարկում քայլենք դեպի հյուրանոց։ Եկանք թրջվեցինք, որ հետ գնանք։ Ստեղից միգուցե ամեն ինչ մի փոքր լավ է դառնում, որովհետև ունենք տաք սուրճ ու այս անձրևը կկոմպենսացնի, էլի։ Ռուսաստանում ծես եմ սիրում, որովհետև եղանակը միշտ մեր մոտի համեմատ մի փոքր ցուրտ է լինում ու դու երբ որ վերցնում ես տաք սուրճ կամ թե, ասես շատ կոմֆորտ միջավայր է ստեղծում։ Այս վլոգը քեսը։ Անձրևը արդեն կտրվեց ու вообще կոմֆորտ միջավայր ստեղծվեց։ Այդտեղ պակասում է մի հատ էլ ինչ-որ համով քուքի ու վсё։ Ամեն ինչ իդեալական է։ Ես գիտեք, որ վլոգներից են, որ առաջին օրը մի 20 րոպե նկարում ես, մնացած օրերին ամեն օր մի 2 րոպե։ Հուսամ վաղվանից այդ չեմ բողոքի ոչիմանից եւ ամեն բան շատ լավ կլինի։ Դու անկես հենց սրանից էի ուզում 4 հացի նման ինքը քաղցր համով բաներ է, կապուչինո։ Ուրա! Համովա։ Ոչ։ Շատ մի հատ տալիս։ Չոր հատ։ Բարի լույս բոլորիդ, այսօր օրի երկուսն է մեր մոտ։ Ընդհանրապես ողջ չեմ տեսի իրանց գարշը, որտեղ շատ վաղնա չեք պատկերացնի անգամ ատամի խոզանակ ենք ուզում, ասում եմ մեր հյուրանոցում ատամի խոզանակներ չկա, ասում լավ գոնե ատլենք, ասում է չկա, в общем շշմելու բան է։ Նախաճաշ։ Ընկելի ուտել։ Գիտես թե եմ նկարում, որ նախաճաշը նկարեմ ինչա, որտեղ երեկվա ընթրիքա ահավոր էր, ինչ էր ասենք։ Այդ ինչ էր, ոնց որ բանը, կոնսուլագերի ուտելիք։ Ինչ է այս։ Նախաճաշը ինչ է։ Շվեդսկի ասում։ Օ, այսօր շվեդսկի է։ Հենց ինձ մեկնես է։ Դա։ Երեք քանի որ տարբեր ժամեր են եկես, այդպես պահել են ինչ-որ տենց ուտելիքներ, որոշել եմ այդ կոնսուլ։ Այսօր մայից շվեդսկի է։ Այսօր Գնանք նայենք ինչ է։ Շվեդսկի ստոլ է այսօր ժող, պետքա որ լավը լինի ասում։ Նու այս ավելի լավ է արդեն։ Հա, այս ավելի լավ է, քան երեք։ Մեր ժամանակ չունենք, արագ վերցնեմ Իվան, սնվեմ ու գնանք մեր այսօրվա առաջի տուրն ասկսում։ Իսկ թվում է սրանից նորմալ ուրիշ բան չէի կարա գտնել, փորձում ալրորդները գոնե ալրորդ սնունդ էլ, որովհետև երեք ահավոր խախտել են գրաֆիկը մեր։ Մեր դելեգացիան է, մեզ բլոկնոտներ նվիրեցին, սպասիբ բալչա, բլոկնոտներ մեզ տվեցին, բեյջեր են տալիս, ու սենց լիքը մարդիկ հավաքվեցին, աստեղ չգիտեմ ինչի եկան, հենց գլխից հետո կաննեցին, այս դա սպասում ենք։ Այ գվարքան։ Պագի է։ Нет, всё, я подожду. Если есть чем, Էս իմը սենց է երեխեք, սաղինը սենց բաներով է, իմը սենց է, պրոստը։ Սա մեր խումբն է, այս 2-3 օրերի ընթացքում իրար հետ ենք լինելու, այսօր գնում ենք YouTube-ի օֆիս, պրակտիկա անցնելու։ Մենք մեր տուրը սկսել ենք ու այս բային մեջ շատ լավ մարդու հետ եմ ծանոթացել, ով Կազախստանից է, Սալիմը։ Բարև ձեզ, ո՞նց են գործել։ Սալիմը շատ լավ հայերեն է խոսում, որտեղ ունի լիքը ընկերներ հայեր։ Ахперес, приезжайте в Казахстан, мы вас встретим. Обязательно. У меня очень много друзей армян в Казахстане. Что сказать? Нет плохой национальности, есть просто плохие люди. Но, по крайней мере, мне пока еще плохие армяне не попадались. И вот наш брат тоже, Андо, здесь. Очень рад тебя видеть, брат. Взаимно. Надо дружить народами. Как ты сегодня сказал, твою мысль же людям скажу. Очень приятно, когда ты приезжаешь в какую-то республику и тебя встречают близкие люди. Это намного приятнее и так спокойнее, да, брат, согласись? Մենք հասել ենք YouTube-ի օֆիս, ուստեղ մեր համար տուր են կազմակերպել, բավականին գեղեցիկ է, ոնց են տպավորությունները ոս։ Տպավորություն չկա։ Աշխատանքային զոնայում ենք YouTube-ի, ու մեզ ծանոթացնում են այստեղ սուրճ խմելու հատվածն է, այն հատվածում աշխատակիցները աշխատում են, ու լնայք, այս հատվածից ինչ հետաքրքիր է ու սիրում։ Այստեղից բոլորին կարաս տենասով ոնց է աշխատում։
Եկար նստեցի, մի անգամից կոֆե սուզում, հա։ Սեն հատվածն է, որ դուք նամակներ եք գրում, ասենք support-ն է, էլի, իրենք պատասխանում են, ու երբ որ նամակներ, երբ որ ուշ են պատասխանում, այսինքն մեկը ֆիլմ է նայում, մեկը բան է անում, իրենց համար ասենց աղջիկների մոտ նստած են, դրա համար ձեր նամակներին ուշ կարան պատասխանել։ Շո մեկը ռուտուբի նամակ։ Չէ, вообще եմ ասում, էլի, ասենք YouTube բանի օրինակ, բայց հիմա ես չգիտեմ, ես այն թողենք, ինչ խոսում։ Դոց եկել ենք իրանց գովան։ Կդեք մեզ վճարել եք գովալու համար։ Հենց որ ասեք ինչ մտածում եք։ Հավես է։ Դա շատ։ Շատ հավես տուրել եք։ Հիմա գնում ենք ճաշելու ու դրանից հետո քաղաքային տուրը ավտոբուսով, բայց եթե կարողանանք պետքա փախնենք։ Գնանք ֆոտոշուտի։ Տուրերի դեպքում խմբային մի քիչ սահմանափակումները շատ է, դրա համար ուզում ենք հնարավորության դեպքում առանձնանանք։ Չեմ ասելու, որ մենք գնալու ենք հետո մոտ։ Ոչ ոք չեն ուզում այս տուրին մասնակցեն, բայց պարտավոր ենք, որտեղ սաղ տեղերում պետքա ֆոտո աչոտ տանք, բայց ահա որա, չենք կարող փոխվենք։ Ուրեմն եկել ենք այս հատվածը, որտեղից տեսարանն է բացվում, Երբի Մոսկոսիցի այն ձերզա, ուղղակի մեր օբյեկտիվը շիրոկի է նկարում ու լավ չի եղում։ Սկուտերներ ենք վերցրել ու գնում ենք դեպի Նովի Արբատ, շատ կայֆ է անցնում, հիմա մեր սկուտերին զարյատկան վերջացել էր, փոխում ենք ու գնանք։ Անով կնկարես։ Սա ասում են կնկարես։ Ո՞ն անի։ Միստր, ես ուզում եմ վայելայի, Passenger Princess-ին զգայի։ Այս քարտերի ձեռքը մի քիչ տառապում ենք։ Խնդրեմ, 1000 ժամ, այն երեխեքը սպասում են։ Մենք երկու հոգով ենք օգտվում մեկ սկուտերից, որովհետև այսպես ռոմանտիկ է։ Ռոմանտիկը սուշի գնացինք։ Քիչ առաջ ոտքերը։ Ահա։ Գնանք։ Այս տապոպություն, մի անգամից չհարմարվեմ կտան։ Գնանք կողը էլի։ Սկուշ։ Արադե։ Oh my god. Look at her butt. Գնանք կողը էլի, գնանք դիտիր քեզ նման ջահելի, ով խոսքով իր քեզ կգերի, ու ամենով ծաղիկներ կբերի, գնանք կողը։ Երեգես անոն եկել ենք այստեղ մետրով, իջել և քայլում ենք դեպի Կրեմլ։ Եվ հիմա մենք գտնվում ենք Կրեմլի շրջակայքում։ Սկուտերը քշեցինք ու հիմա եկել ենք Նովի Արբատ։ Շատ լավ է այսօր հասնում, որտեղ եղանակն էլ է շատ լավ է ու իդեալական պայմաններ է քաղաքը բացահայտելու համար։ Եկել ենք ծովամթերքներ ուտելու, բայց ես սկոտրվեցի ու վերցրել եմ նագետսներ, որովհետև հաբի այս տարբերակով մատուցված ուտեստները շատ եմ սիրում ու նաև սուշի եմ բերելու։ Վերջապես հասանք հյուրանոց, ժամը արդեն 12-ն է, քնենք մի քանի ժամ, փորձենք հասցնենք հանգստանանք մինչ վաղը։ Իդեպ ստեղ նայեք ատամի պաստա ենք լցրել, ստեղ սիոսի շամպուն, Ավելի շատ անալիզների է նման։ Տաֆոն ուներ մեզ տվեց, հիմա պետք է տանենք վաղը հետ բերենք, այսքան հետ կբերենք։ Բարի գիշեր։ Այ հիմա իրոք բարի գիշեր։ Սկսվեց երկրորդ օրը շատ շուտ ժամի արթնացել ենք, գնում ենք կոնտակտի օֆիս ու այդ մեր խումբն է։ Ուրախ եք այսօր, երջանիկ եք։ Hi princess։ Երջանիկ եք այսօր ոնց։ Բարև ձեզ, կարեմ ես խոսամ, մերսի շատ։ Բարև ձեզ, մեկը չի կտրելու այից, բայց ես կխոսամ։ Երեք մենք շատ հավես օր ենք անցկացրել, հավանել է։ Եթե իրանք հասել են այս մասը, ուրեմն տեսել են։ Հա, վայ լավ, ուրեմն ինչ բան եմ ասում, երեխեք առավոտ շուտ ահա որ է զարտելը, բայց ուզում ասեմ Անդային Օվսիկին շատ եմ հավանել, հենց որ իրենց հետևեք, պակա։ Նա տրաֆոյսուն կեն նայեք։ Լսպասի մի հատ մոտիկից հետ։ Սայլի ալա գովազ, ատեղ փնտրի իրան գովազդի։ 60000 Տվեք, գովազ տվեք թողորը 5 հատ լինի։ Օրը 4 հատը քիչ է, 5 հատ պիտի։ Ձենդ կտրի։ Ես էլ եմ ուզում ձեր վլոգում միշտ լինեմ, ես Հայդի դառնամ։ Դու էլ քեզ գովա։ Ուզում ես 1000 հոգի իմանա քեզ։ Ասա 1000-ըս թույլ։ Նախ ես Հայդնի եմ, Ռաֆջան, եւ երկրորդը ինչ է։ Այնտեղ դրվի ուրիշ աուդիտորիա է, մարդկայից մենակ YouTube-ից է։ Ինձ ով որ YouTube-ից չգիտի, թող գրի չգիտենք քեզ YouTube-ից։
Երեխեքներ ցավեսա Այդի վայրերից բլոգերներ։ Եկեք գնանք Երևան սաղից չաթ բացենք 1 2 3 4 5 6 Կարոն մեկը բլոկած է սաղից մեկից մեր կլինելու չի բացելու չաթ Ոչ եկեք գնանք Եվրոպա ֆրանկ Նինայի եւ Ռաֆոյի կարծիքով մենք օրինակ ես ով էսթետիկ բլոգ ավարում դա սուտ կյանք է Նախ քո կարծիքով է որ դու էսթետիկ ես Այդ քո ենթադրությունն է հələ դու Սիրելի հետևորդներ սուտ է խոսում դա իր ենթադրություններն է ընդհանրապես ասել են որ անընդհատ չի կարելի մենակ սիրուն կողմը ցույց տալ որ Այնա գեշ կողմն էլ է որ ցույց տա դա համա կամերան քեզ տվեցնի Իրականում Ավսիկի ենթադրությունն է որ էսթետիկ բլոգերը սուտ է ոչ ես նկատի ունեմ որ անընդհատ պետք չի սիրուն կողմի միայն ցույց տալ որովհետև բոլոր մոտ լինում են խնդիրներ այսքանը շնորհակալություն եկա ջեջինա Օրինակ եթե մարդը իրան վատ ասում Վերջերս օրինակ վիրահատեցին իմ տատիկին, իմ մամային, դա շատ վատ օրեր էին, բնականաբար ծանր։ Ինչպես այդ օրերը լուսաբանել եւ այդ ոչ էսթետիկ կողմը ցույց տալ։ Բայց ով ասում է դի լուսաբան։ Բայց ինչ լուսաբան է։ Հիվանդը դի էսթետիկ չի ու դու ցույց չես տվել։ Ուզում ասեմ, Նինան ասում է վատ կողմերն էլ է պետք ցույց տալ, ոչ միայն լավ եւ էսթետիկ, ես էլ ասում եմ։ Վատ կողմերը, այլ կյանքի կողմերը։ Կյանքի բոլոր գույները պետքա ցույց տաս, ոչ միայն էսթետիկ, գեղեցիկ։ Օրինակ ինչ ցույց տալ։ Բայց կարած բոլոր գույները էսթետիկ ցույց տալ։ Հիվանդը Ես ասել եմ այդ մասին, նու տատիկիս մասին չեմ, բայց ոնց է սարը, կետրեզ միտմի գնում եմ տատիկիս խնամելու։ Այսօր առավոտյան արտացա եւ հասկացա որ տատիկս լավ չի։ Որոշեցի մի Դողեք, առավոտյան խառնաշփոթ էր, սկորի էին կանչել։ Չէ։ Տատիկս հիվանդանոցում է։ Եկեք պատմեմ։ Այսօր առավոտյան արտացա հասկացա որ տատիկս մի քիչ վատ է։ Որոշեցի խմեմ կոկոսի կաթով գյուղը որովհետեւ գնում տատիկիս տեսակցության։ Մեկ օր տատիկիս հետ 500 դրամով։ Իրականում Instagram-ը ոչ միայն լավ կողմերի մասին է։ Եկեք ցույց տամ ու էլի էսթետիկ բաներ են ցույց տալի։ Իմ ոչ, Ավսիկի չէ։ Օպսիկի երևույթի ալը։ Մենք հասել ենք գտնվում ենք կոնտակտի օֆիսի դիմաց ու հեսա մտնում ենք ներծա այսպես մեջ ենք մեզ տվեցին բեյջեր բաժանվել ենք խմբերի երկու խմբի ենք բաժանվել ու հիմա գնում ենք կոնտակտի օֆիսում տուրի Սա իրենց սրճարանի հատվածն է նաև դրսի հատվածում սնվելու տեղեր ունեն ու հիմա բացանանք երկրորդ հարկ տենանք ինչ կա այնտեղ բավականին մեծ է մոտ 20 քանի հարգանոց շենք է ու այդ հələ էս մի շենքն է ժողովուրդ ունեն տարբեր ցածր, ինձ շատ հետաքրքիր է այս ամեն ինչը, որտեղ ես շատ բանից եմ օգտվում վեգայից ու մյուս սոցիալ-հարթակներից, ու այս օֆիսային տուրերը շատ հետաքրքիր է իմ համար։ Այսինքն սիրուն պատում են իրաց մոտ, մոզաիկայի ու կարողանում են տարբեր բաներ գրել, շատ հետաքրքիր է։ Ամեն հարգում ունեն այսինքն երկու հատ բլոկ ու ստեղ կարան անվճար սուրճ վերցնեն, թեյ վերցնեն, ռաֆոնը, ինչ է սա։ Անվճար չի, սա աշխատանք է, որի շնորհիվ մենք հայտնվել ենք այստեղ։ Это не бесплатно. Это работа. Просто կան համովիկներ, դեք պատկերացնի մենք ինչքան ուրախացանք, որ անվճար սուրճ գտանք վերջապես։ Այս ամբողջ հատվածում մարդիկ կարան գան, նստեն, PlayStation խաղան, իհարկե խոսքը աշխատակիցների մասին է։ Վերևի հատվածում առանձին սենյակներ կան, որ կարան գան, մարդիկ աշխատեն։ Սենց տեղեր, որտեղ նույնպես ուզում ես գաս աշխատել։ Երկրորդ հատվածը առողջ ապրելակերպով զբաղվողների համար, առողջ սնունդ։ Այս ամբողջը ինչպես հասկացաք արդեն իսկ անվճար է աշխատակիցների ու հյուրերի համար ու դիմացն էլ սպորտզալն է։ Նաև կա այսպես մասաժի աթոռներ։ Как функционально меня тонко нацик. Пауза массаж. А как включить? Я не помещаюсь. Я не помещаюсь. Может, как-то система безопасности сработала? Да? Из-за этого? Да, может быть. Нет, я хочу Так, как его включить? Давай. Գտնում ենք 22-րդ հարկում, աշխատակիցների սենյակում,
Ստերից են ձեզ պատասխանում ձեր նամակներին, բա։ Ֆուլ։ Ու ոնց կան ստերից, այս տեսարանովտեղից պատասխանեն ձեր նամակներին։ Եթե իրանք կանան պրոստը այսպես նայեն։ Դա մարդ չկա, ոչ մեկ գործի չեք։ Նայեք, Ora ֆանտաստիկ է իրոք։ Շատ հաճելի է, շատ։ Ասեցի դու բոլոր առավելությունները մասնորեն, որ հոկեբանի սենյակը եւ 10 անգամ տարվա մեջ կարող են անվճար այցելել հոկեբանի, որ կարող են հեծանի վարձել անվճար ուղղակի հետ բերելու պայմանով, սկեյթ, ասեց ձմռանը դահուկ, ասեցի որ անվճար սմուզի տեղ կա, երևի ասել ես։ Իդեպ ստեղ կա շատ թույն սպորտզալ, որ ցույց տվեցի, բայց եթե դուք չեք ուզում ստեղ գաք, կամպանիան ձեզ տարվա կտրվածքով տրամադրում է այլ տեղերի հնարավորություն, որ գնաք ու ուրիշ տեղեր սպորտզալ գնաք։ Это зона отдыха? Переход. Ամենակիչ աշխատավարձը ստեղ 350,000 դրամն է։ Ամենակիչը։ Ասենք օրինակ հավաքարար, հա։ Այո։ Այս մի շենքից անցնում ես մյուս շենք, այսպես միջանցք են սարքել։ Ինձ սիրուն տեսարան է։ Մա եկել ենք շոկոլադների խանութ։ Ալյոնկան է։ Ալյոնկա։ Այս խանութի կողքը գտնվում էր հենց այս Ալյոնկան, մինչև 2000 չեմ հիշում որ թիվը ստեղ էին արտադրել։ Ու հիմա եկել ենք մի քանի կոնֆետ վերցնենք, երեք վերցնենք են Գուլիվեր տարբերակները։ Ու հիմա համարյա թե վերջացավ, հեսա վերջինը արամնավերցն է։ Մենք վերցինք ալյոնկաներ, իչի մոլակով, այս սրանից։ О, коробка еще стоит. О, это тоже. Это не люблю. Я тоже не люблю. Маме с бабушкой. 919, да? Ահա։ 7404 Մեզ կոդ են տվել, որով մեզ զեղչ պիտի անեն։ Հիմա կանք տեսնենք ինչքան կանեն 1132-ը հիմա։ Տեսնենք ինչքան զեղչ են մենք 1075։ Դեռ չեմ հասկանում ուր ենք եկել, ինչ ենք անում, սպասում ենք։ Անդրանիկը լուսանկարիչների ա գտել եւ իրենց հետ շփվում է, կիսվում են իրենց փորձառություններով։ Այսպես ցույց տամ ինչա կատարվում։ Ալամի դեմքից կարելի ամեն ինչ հասկանալ։ Խնդրում եմ ալյոնկաներ առել ենք։ Իսկ ինչքան շատ ես դու առել։ Շատ է փող աշխատում։ Օ, Արավան բացահայտեց, որ ինքը շատ է փող աշխատում։ Գրաֆիկ դիզայնով։ Չէ, Ռուսաստան գալու է։ Որ գայիս է Ռուսաստան։ Շատ փող աշխատում։ Երկար դադարից հետո միացում ու մենք գնում ենք սնվելու։ Ինչ ենք ուտելու։ Շատ հույս ունենք, որ համով բաներ։ Չեմ ուզում այդ հարցը Օրոված, պատասխանել։ հայկական։ Խինինա։ Որտեվ հիասթափվում եմ ամեն անգամ։ Ինչի՞ց ուտելիքից։ Հա, Մեզ ված ուտելիքներ են տալիս։ Հուսանք այս անգամ լավը կլինի, հələ որ գոհ չենք։ Մենակ այն տեղերը, որ մենք մեզնով են գնացել, այդ տեղերը թույն է եղել։ Ստեղ արդեն ժամը 6-ն է, մի քանի ժամ անգան գնանք քնենք ու առավոտը ունենալու ենք ընդամենը մինչև ժամը 3-ը ազատ ու դրանից հետո գնալու ենք Երևան, դեպի Երևան։ Ոնց է անցնում։ Արդեն շատ լավ է։ Արդեն լավ, որտեղ մեզնով ենք մնացել։ Նրանք ինչ ենք անում դες ցույց տան։ Ասա մրցույթը։ Իդեպ հա, մրցույթ ունենք ու բավականին սիրուն տեսանյութ էինք նկարելու, բաժանվել ենք 4 խմբի ու մենք կարելի ասել հաղթեցինք։ Այս ընթացքում մենք հասցրեցինք ընկնենք անձրևի տակ ու եկանք սենց ճաշելու մի տեղ, որը շատ նման է Հոնկոնգին։ Սաղս ուտում ենք սենց Իբր մենք բոլորս չինական Հոնկոնգում ուտեստներ։ Ու պատկերացումներով, ֆիլմերով այդպես պատկերացում ունենք։ Ասեց քայլի թոտ։ Ու հետաքրքիր տեղ է այստեղ բավականին։ Եկեք հələ ցույց տամ ձեզ։ Նայեք, չեմ ալարում, հելում եմ, ցույց եմ տալի, լայք դրեք։ Այսպես լիքը նեոնային ոճերի մեջ ահռելի տարածություն է։ Շատ հետաքրքիր է։ Ոբշեմ, ինձ թվում է Այսքանով ինձ թվում է պատկերացում կազմեցիք ու հենա նայեք Բանկոկ այն սրճարանի անունն է։ Շատ կոլորիտ է այն տեղը։ Երեք անցել էին, բայց չմտանք, չգիտեմ ինչի, բայց այսօր մտանք ու հասկացանք, որ սխալ են կարևոր չենք մտել։ Ինչ էլի մնացել ենք անձրևի տակ, տաֆոն վատացել է вообще։ Գնացել է այնպես տաքսի է։ Այ էսա, այ ուրա, էսա, գնացել է տաքսի է կանգնացնում, ոչ մի տաքսի չի կանգնում։ Ուժեղ անձրև է։ Շատ մեղ կա։ Ու ստե բոցերին է, որ GPS-ը չի բռնում։ Ու մենք ուզում ենք տաքսի կանչենք, բայց չենք կարող պրոստը։ Ու ցուրտ է, որ տիպի։ Տաֆոն հետ եկավ։ Նկարի էլի։
Այդպես վատալախում։ Ինչա պատահում մարդու հետ, երբ ինքը ունի լակտոզի անտանելիություն։ Մենք չենք ուզում ասենք Ռաֆոն հղի է։ Վերջապես հասանք մեր կայարան ուստեղ։ Շատ լավ է։ Այսօր մեր վերջին օրն է Մոսկվայում, նախորդող 3 օրերին մենք ոչ մի կերպ չկարողացանք գնալ ֆոտոշոթի, որովհետև մեր ծրագիրը ավարտվում է ժամը 6-7-ին եւ ուղղակի անհնար էր արդեն գնալ ֆոտոշոթի։ Հիմա ես եւ Անդրանիկը վերջին օրվա վերջին 2 ժամում փորձում ենք արագ մետրով գնալ, նկարվել, հաց ուտել, հետ գալ։ Հիմա ժամը ուրեմն 12:42, մենք պետք է ժամը ուղիղ 3-ին լինենք հետ հյուրանոցում, որովհետև մեր հետևից գալու է տրանսֆեր եւ մենք գնալու ենք դեպի օդանավակայան։ Այդքանը Update, մենք արեցինք ֆոտոշոթը, վայ, ֆանտաստիկ կադրեր են ստացվել, կարող եք տեսնել իմ Instagram-ում։ Հետո եկանք սրճարան, Կարոն մեզ ուղեկցեց Fancy Crazy սրճարան, այսպես սիրուն փողոցներին հարակից, բայց շատ համով սուրճ ենք խմել, շատ համով ամեն մեկս տորտիկներ են կերել, բայց այդ ամենը չկա, բայց ինչու մենք կարողացանք այդ ամենը հասցնել, որովհետև 2 ժամ հետաձգվեց մեր թրիչքը եւ դա բարեբախտաբար, որովհետեւ վերջապես մենք մի քիչ տեսանք սիրուն Մոսկվա, խմեցինք համեղ սուրճ։ Մի խոսքով ուրախ ենք, որ 2 ժամ հետաձգվել է, բայց շատ հույս ունենք, որ հավելյալ չի հետաձգվի, որովհետեւ կես ժամից արդեն գնում ենք դեպի հյուրանոց եւ սպասենք մեր տրանսֆերին։ Այդքանը։ Շոբան ուզում ես ասես։ Մոսկվան շատ եմ սիրում։ Ոնց որ կամ թափից։ Գնում ենք հյուրանոց, չգիտեմ ով սնշեց թե չէ, այստեղ ես գերա իմ ամենահամով cheesecake-ը, որը որ փորձել եմ այսքան ժամանակ։ В общем, շատ լավն է։ Երկու անգամ է cheesecake փորձել, սա երկրորդ անգամ էր։ Առաջի անգամն էլ անցումի տակ էր կերել դրա համար։ Ապել այնքան էր ուրախացել չաթում ուղարկել աշխարհի ամենահամով cheesecake-ն եմ կերել, ոչ էլ անունը ասած խեղճերին մենք իմանանք։ Բայց ընդհանուր այս սրճարանը շատ լավն էր։ Ես էլ համ հավարեցի սուրճը, համ խվածքը։ Այսքանով ավարտենք մեր վլոգը։ Շնորհակալ ենք, որ նայեցիք մինչև վերջ։ Լայքեք, բաժանորդագրվեք ալիքին, կհանդիպենք։